ձեզ, ողջույն։ Մենք շարունակում ենք մեր հաղորդաշարը եւ անցնում ենք արդեն պատարագի հերթական խմբերգային մասը։ Այսօր կխոսենք պատարագի մոտավորապես հիշում եք մենք ներքին կարգով բաժանել ենք 4 մասի՝ նախապատրաստում, երախայից պատարագ, բուն պատարագ եւ արձակում։ Մոտավորապես երախայից պատարագ կոչված հատվածի մեջ ենք արդեն, բայց իրականում դա մեր ժամերկությունների հերթականությամբ, եթե գիտենք, մենք ունենք մեր եկեղեցին ունի օրվա մեջ 9 ժամերկություն, ըստ արեգակնային իրենց ժամերի հերթականությամբ, որոնց մոտավորապես մեջտեղի օրվա մեջտեղի մասերում ընկնում է ճաշու ժամերը։ Հետևաբար նաև այդ ժամերին, յուրաքանչյուր ժամերի երկվող շարականները կոչվում են հենց այդպես, հետևաբար այս հատվածում երկվում է ճաշու շարական կոչվածը, իսկ շարականները շատ հաճախ եւ ոչ միայն շարականները, մենք այսօր նաև կտեսնենք մեր այս սովորելու հատվածի մեջ, որոշ փոփոխությունների են ենթարկվում ըստ օրվա առիթին, այսինքն հավուր պատշաճի, այդպեսի արտահայտություն գոյություն ունի, եթե օրինակի համար հարություն է, ասում ենք հարության, ընդ որում մեր եկեղեցական շարականները ունեն 8 ձայնեղանակ, որոնք դասական երաժշտության մեջ մոտավորապես համապատասխանում են լադերին։ Հիմա մենք արդեն գտնվում ենք պատարագի այն հատվածում, որտեղ գործում են ճաշու գործողությունները, ճաշու ժամի մասին է խոսքը, ճաշու շարական, հետո ճաշու ընթերցված եւ հետո ճաշու ավետարան, որից հետո հավատամք եւ այլն, բոլորս այդ հատվածները լավ գիտենք։ Ուրեմն այս հատվածը, որը Սուրբ Աստվածն է, դուք արդեն կարող եք բացել ձեր նոտաները, նախորդում է ճաշու ընթերցվածին, բայց հաջորդում է ճաշու շարականին, այսինքն մենք մինչև այդ ճաշու շարականը բաց ենք թողնում իհարկե, համարենք, որ երկվեց, որը փոփոխական է ըստ օրվա ձայնեղանակին կամ ըստ օրվա առիթին, ճաշու շարականից հետո երկվում է Սուրբ Աստված, որի մեջ նույնպես որոշ փոփոխություն կարող է լինել բառերի իմաստով, նայած ըստ առիթի։ Տարվա մեջ ամենաշատ կրկնվող, ամենահաճախ կրկնվող տարբերակը իհարկե հարության տարբերակն է, այսինքն սովորական ոչ ինչ-որ տոնական կամ ինչ-որ առիթներին նվիրված պատարագների կիրակի օրերի պատարագները հիմնականում հարության կիրակիներն են, այսինքն ամենաշատը։ Մենք գիտենք, որ ուրիշ առիթներ էլ կան, մենք ունենք 5 մեծ տաղավարներ, այսինքն եկեղեցական մեծ տոներ, Սուրբ Ծննդյան տոնը, Սուրբ Հարությունը, Վարդավառը կամ պայծառակերպությունը, Սուրբ Աստվածածնավերապոխումը եւ վերջինը խաչվերածը։ Սրանք մեր եկեղեցու 5 մեծ տաղավար տոներն են, որոնք իրենց օրերին հատուկ իրենց շարականներն ունեն եւ հատուկ իրենց նախադասություններն ունեն։ Բացի դրանից նաև կան ուրիշ փոքր անցողիկ տոներ, անցողիկ ասելով ոչ մեծ տաղավարներ, իսկ մյուս սովորական օրերին, կիրակի օրերի պատարագները հիմնականում հարության կիրակին են։ Այսինքն հիմա մենք երգում ենք Սուրբ Աստված խմբերգը հարության բարերով, որ հարյար իմերելուց։ Բարերը եթե կարդամ, ուրեմն Սուրբ Աստված, Սուրբ եւ հզոր, Սուրբ եւ ամմահ, որ հարյար իմերելոց, այսքան ժամանակը մենք դեռ դիմում ենք Աստծուն իր բոլոր այս հոմանիշներով, խոսքերով եւ այլն, հիմա նոր պիտի ասենք ինչ ենք խնդրում, ընդամենը խնդրում ենք ողորմյա մեզ, այսինքն Սուրբ Աստված, Սուրբ եւ հզոր, Սուրբ եւ ամմահ, դու որ մերելներից հարություն առար, ողորմիր մեզ, լավ, այսքան բան, ու սա կրկնվում է 3 անգամ, բնականաբար խորհրդանշելով Սուրբ Երրորդության։ Փորձեմ ես մի հատ երգել, եթե կարող եք արդեն ինձ հետ միանալ։ Սուրբ Աստված, Սուրբ եւ հզոր, Սուրբ եւ ամմահ, որ հարյար իմերելոց ողորմյա մեզ,
ու 3 անգամ Սուրբ Աստված, Սուրբ եւ հզոր, Սուրբ եւ ամա, որ արյարի մերելոց որ միամես Իսկ երրորդ անգամը Սուրբ Աստված, Սուրբ եւ հզոր, Սուրբ եւ ամա, որ արյարի մերելոց որ միամես Այսքան բան Հեշտ է, չէ? Փորձենք Սուրբ Աստված, Սուրբ եւ հզոր, Սուրբ եւ ամա, որ արյարի մերելոց որ միամես Սուրբ Աստված, Սուրբ եւ հզոր, Սուրբ եւ ամա, որ արյարի մերելոց որ միամես Սուրբ Աստված, Սուրբ եւ հզոր, Սուրբ եւ ամա, որ արյարի մերելոց Այո, շատ ապրեք, իհարկե մի անգամից սովորեցիք Խորանի տեսարանը կամ դիրքը, իհարկե բոլորը արդեն խորանի վրա են, ներքևում կանգնած է ճաշու ընթերցվածը կարդացողը, ով որ պիտի կարդա սրանից հետո եւ դեմքով դեպի խորանն է կանգնած, իմիջիայլոց կարող է կարդալ դպիրը, սարկավակը, նույնիսկ քահանան եւ այլն, մինչեւ այդ, մինչեւ սա ավետարանը քարոզիչ պատարակի ձեռքն է եւ փոխանցում է սարկավակին, իր կողքի սարկավակին, իսկ սարկավակը ավետարանը բարձրացնում է ի տես ժողովրդին, ասելով պրոսխում է, դա իհարկե հայերեն բառ չի, նշանակում է ուշադրություն, պրոսխում է եւ այդ ավետարանը թափորի առաջնորդությամբ շրջում է խորանի հետևով, ամբողջ խորանի հետևով եւ մյուս կողմից գնում եւ մոտեցնում է ճաշու ընթերցվածը կարդացողին, որը բնականաբար ավետարանը համբուրում է, որից հետո իհարկե երգվում է Սուրբ Աստվածը, որից հետո որոշ քարոզներից հետո նաեւ պիտի կարդացվի ճաշու ավետարանը, որից հետո մենք հայտարարում ենք իհարկե սարկավակների կամ սարկավակի շրթներով, բայց մենք ժողովուրդը մասնակցում ենք, հայտարարում ենք հավատո հանգանակը, հավատամքը, բոլորս գիտենք, դա իրենից ներկայացնում է այն բոլոր մանրամասները, որոնց մենք հավատում ենք որպես հայ առաքելական եկեղեցի, այսինքն եթե ինչ որ մի մանրուքներ կան, որոնք ի տարբերություն ուրիշ եկեղեցիների մենք այսպես չենք հավատում, մենք հավատում ենք, որ այսպիսին է եւ այլն, այդ ամբողջը մենք հայտարարում ենք հենց հավատամքի մեջ։ Իհարկե, ի սկզբանե բոլոր եկեղեցիները նույնն էին, մինչև առաջին համենայնդեպս քրիստոնեական, համաքրիստոնեական ժողովը, Նիկիայի ժողովը, որից հետո աստիճանաբար մի փոքր տարանջատումներ եւ տարակարծություններ տեղի ունեցան տարբեր եկեղեցիների մեջ, մեր հայ առաքելական եկեղեցին շատ հստակ հավատամքով հայտարարում է, թե ինչին ենք հավատում, ինչին չենք հավատում, բնականաբար բոլորս գիտենք, հավատում ենք, որ Քրիստոս Աստված էր, մարդացավ, մարմնացավ, ծնավ կատարելապես, ոչ թե ստեղծվեց, այլ հենց ինքը ծնվեց, այսինքն ինքը Աստված էր, եկավ աշխարհ, իսկապես եկավ աշխարհ, դա էլ կասկածի տակ չենք դնում, Սուրբ Աստվածածնից ծնվեց եւ այլն, մարդկանց մեջ քարոզեց, բժշկեց, հետո չարչարվեց, խաչվեց, թաղվեց, երրորդ ավուրն էլ, երրորդ օրն էլ հարություն առավ, համբարձավ եւ այլն, այս բոլորը մենք հավատամքի մեջ, հավատամքի ժամանակ բարձրաձայն հայտարարում ենք, իսկ վերջում սարկավակը ասում է, իսկ ովքեր որ կասկածի տակ են դնում այսինչ բանը կամ ովքեր որ այսինչ բանը այսպես են մեկնաբանում եւ այլն, նրանց նզովում է կաթողիկե եւ առաքելական Սուրբ եկեղեցին, այսինքն մեր հավատամքը շատ հստակ է։ Սուրբ Աստված, Սուրբ եւ հզոր, Սուրբ եւ ամա, որ արյարի
Նորից մի հատ վերջին անգամ երգենք, քանի որ արդեն լավ սովորեցինք։ Ուղղակի պարզապես որպես տարբերակներ ասեմ, ձեզ մոտ արդեն կա, թե ինչն է փոփոխության ենթարկվում ըստ առիթի, օրինակի համար, եթե ենթադրենք խաչի տոն է կամ եկեղեցու նվիրված տոն է, ասում ենք, որ խաչեցար վասններ, կամ օրինակի համար, որ Սուրբ Ծննդյան ժամանակ ասում ենք, որ ծնար եւ հայտնեցար, կամ նայեք կողքի հաջորդ էջում Վարդավարի եւ այլն, կամ համբարձումը, որ համբարձար վասններ եւ այլն, այսինքն այդ նախադասությունը փոփոխության է ենթարկվում ըստ հավուր պատճառի։ Մենք հիմա երգում ենք, որ հարյար իմերելուց։ Փորձենք մի հատ էլ։ Սուրբ Աստված, Սուրբ եւ հզոր, Սուրբ եւ անա, որ հարյար իմերելուց ողորմյաս, Սուրբ Աստված, Սուրբ եւ հզոր, Սուրբ եւ անա, որ հարյար իմերելուց ողորմյաս, Սուրբ Աստված, Սուրբ եւ հզոր, Սուրբ եւ անա, որ հարյար իմերելուց ողորմյաս։ Շատ ապրեք, շատ սիրուն երգում եք, ապրեք, բնականաբար իր տեսակով երգը ամեն դեպքում խնդրանք է, ողորմություն ենք խնդրում։ Պետք չէ թյուրիմացության մեջ գտնվել եւ ասել, որ բոլոր հոգեվոր երգերը նույն ձևի են կամ բոլորը խնդրանք աղաչանք են եւ ոչ։ Կան երգեր, որտեղ փառաբանում ենք, կան երգեր, որտեղ գովերգում ենք եւ այլն, շնորհակալություն ենք հայտնում, իսկ կան տեղեր, որտեղ խնդրում ենք, աղաչում ենք։ Հիմա մենք այստեղ դիմում ենք Աստծուն լավ խոսքերով, Սուրբ Աստված, Սուրբ եւ հզոր, Սուրբ եւ ամահ, դու որ հարություն արար, բայց վերջին մեր ասելիքը ողորմությունն է։ Դա պիտի լինի բնականաբար ուրիշ գույնով։ Ողորմյամես։ Դանդաղել պետք չի, բայց իր տեսակը պիտի շատ հստակ լինի։ Մի հատ էլ վերջին անգամ երգենք եւ ավարտենք։ Սուրբ Աստված, Սուրբ եւ հզոր, Սուրբ եւ անա, որ հարյար իմերելուց ողորմյաս, Սուրբ Աստված, Սուրբ եւ հզոր, Սուրբ եւ անա, որ հարյար իմերելուց ողորմյաս, Սուրբ Աստված, Սուրբ եւ հզոր, Սուրբ եւ անա, որ հարյար իմերելուց ողորմյաս։ Շատ ապրեք, այսօր այսքան, կհանդիպենք հաջորդի արդեն շարունակությունով։ Շնորհակալություն։